Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Առաջարկում ենք միանալ նաև Փակ TV YouTube-յան ալիքին, ամենակարևորը մեկ վայրից բաց չթողնելու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միշտ լինեք տեղեկացված։ Այսօր վաղ առավոտից Գյումրիի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում էին քննչական գործողություններ։ Հավաքված աշխատակիցները երկար ժամանակ թույլ չէին տալիս դիմակավորված ուժայիններին ձերբակալել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նա առանձնասենյակում մեկուսացված սպասել էր։ Քիչ ուշ հայտնի դարձավ, որ 8 անձ ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշեն գյումրեցիները քաղաքապետարանի մոտ են ի աջակցություն Վարդան Ղուկասյանին։ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը կոչ է հղել գյումրեցիներին։ Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Եկել են 6-րդ բաժնից միլիցիայի, ես չգիտեմ, ուժային կառույցներից, ուզում են քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով, 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը, ժողովրդի կանայք աղջիկներ կային, բոլորը վախի մեջ, մի ահավոր սարսափելի իրավիճակ է։ Ժողովուրդ, գյումրեցիներ, ով սիրում է իր հարգում է քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն, այսքան բան։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի ունեցավ երանելի Իգնատիոս arczepiskopos Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար մայրաթոր էր ժամանել նաև վարչապետ Փաշինյանը։ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված կարդինալական ժողովի ընթացքում։ Հայոց ցեղասպանության նահատակ հայ arczepiskopos-ի հետ միասին սրբերի շարքին դասվեցին 6 այլ երանելիներ։ Պապուա Նոր Գվինեայից աշխարհական կրոնուսույց Փիթեր Տորոթը, ով սպանվել է 1945-ի հակառակ ճապոնացիների արգելքի իր կրոնական ծառայությունը շարունակելու համար, ինչպես նաև Վերոնայի ողորմության քույրերի հաստատության հիմնադիր Վինչեցա Մարիա Պոլոնին, Հիսուսի աղախինների միաբանության հիմնադիր Մարիա դել Մոնդե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը, քրիստոնյաների օգնական Մարիամի Դուստրեր միաբանության անդամ Մարիա Տրոնքատին, վենեսուելացի բժիշկ Խոսե Գրոգորիո Էրնանդես Չիզներոսը, ով անվճար բուժել է աղքատներին, և Պոմպեի վարդարանի տիրամոր սրբավայրի հիմնադիր Բարթոլո Լոնկոն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով մեկնում է Ժնև։ Սիմոնյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ին Ժնևում հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջ Սահիբա Գաֆարովայի հետ։ Ըստ ԱԺ նախագահի ստեղծված իրավիճակում այս հանդիպումը շատ կարևոր է, քանի որ երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա։ Հիշեցնենք, վերջին անգամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահը հանդիպել էին այս տարվա ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Բարև ձեզ, այժմ մեկնում եմ Ժնև, որտեղ տեղի է ունենալու IPU 51-րդ համաժողովը, ուր Հայաստանի Հանրապետությունը իր պատվիրակությունով նույնպես մասնակցություն է ունենալու, բայց ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ամսի 21-ին նախատեսված է նաև իմ և Ադրբեջանի գործընկերոջ հանդիպումը Տիկին Գաֆարովայի։ Ասեմ, որ Տիկին Գաֆարովայի վաղուց չենք հանդիպել և կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը որ պարլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել։ Հուսամ հանդիպումը լավ կանցնի, հանդիպումը նախաձեռնվել է IPU գլխավոր քարտուղարի կողմից, ինչը շատ ողջունելի է և շնորհակալություն եմ հայտնում իրեն դրա համար։ Ես կփորձեմ ձեզ տեղյակ պահել զարգացումների վերաբերյալ։ Լավ մնացեք, կտեսնվենք։ ԴՕ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի պաշտպան, հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասյանը հայտարարություն է արել։
Մամուլի ազատականացման ֆոնին, ինչպես նաև համացանցային չվերահսկման արդյունքում ձևավորվել է այնպիսի մշակույթ, որ ով ուզի, ոնց ուզի, ինչպես ուզի կարող է խոսել, հայհոյել եւ այլն։ Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը եւս հասարակական տիրույթ է եւ եթե հասարակական վայրում, որտեղ հայհոյանքը, սպառնալը դիտվում է քրեորեն պատժելի արարք, ապա նույն գործողությունը եւս համացանցով դիտվում է քրեորեն հետապնդելի արարք, այլ խնդիր է, որ Հայաստանի պետական լիազոր մարմինների կողմից մեղմ ասած անգործություն է դիտվում կամ ցուցադրվում է ընտրովի վերաբերմունք, ինչն այն թույլատրելի է։ Բացառապես օրենքի դիկտատուրայի ուժով ամենը, այդ թվում նաև համացանցային այլանդակությունների կրողները իրենց տեղում եւ վայրում կլինեն։ Իսկ քանի օրենքի շրջանակում վերոշարադրյալ հանցագործությունները չեն բացահայտվում, մեղավորներն էլ չեն ենթարկվում պատասխանատվությամբ կամ պատժվում են ընտրովի, ապա դիմադրության իրավունքի ուժով արժանապատվություն ունեցող անձինք իրավունքի ուժով հաճախ իրենց հարցերը լուծում են ինքնուրույն, որը պատիվ չի բերում տվյալ պետությանը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգը, հարկ է նշել, որ ազատ խոսքը գործողությունը կամ անգործությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը, սակայն այս իրավունքը իրավամբ բացարձակ չէ։ Ազատ խոսքի կամ գործողության սահմանը սկսվում է այնտեղ, որտեղ դրանց իրացումն առաջացնում է այլ անձանց իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի խախտման վտանգ կամ հանգեցնում է դրանց իրական խախտման։ Այս սկզբունքը ամրագրված է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական ակտերում։ Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի ուժով սահմանվում է, որ խոսքի եւ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ ուրիշների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի ուժով մարդու հիմնարար իրավունքների իրացումը չի կարող խախտել այլ անձանց իրավունքները։ Դա բխում է աստվածաշնչյան իրավանորմից, ինչից էլ օգտվել է Մխիթար Գոշը Հայաստանում, Սմբաց Սպարապետը Կիլիկյան Հայաստանում, որը հետագայում տարածվեց ինչպես ռոմանո-գերմանական, այնպես էլ անգլո-սաքսոնական իրավական համակարգերում։ 19-րդ դարում Ջոն Ստյուարտ Միլը իր ազատության մասին աշխատության մեջ ձևակերպել է հանրահայտ սկզբունքը։ Ազատության սահմանը այնտեղ է, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը։ Հարկավոր է իմանալ, յուրաքանչյուր անձի ազատության իրացումը ենթակա իրավաչափ սահմանափակումների այն դեպքում, երբ այդ ազատությունը հակադրվում է այլոց իրավունքների իրացմանը կամ խախտում է դրանք։ Նման դեպքերում պետություն ունի պոզիտիվ պարտավորություն սահմանափակելու տվյալ ազատությունը, ապահովելու համար հասարակական կարգը, մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը եւ իրավական հավասարակշռությունը, պայմանով, որ այն անհրաժեշտ է, որ գործի բացառապես բոլորի համար հավասար։ Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների եւ թունելների կառուցման ավարտից հետո։ Ագարակից մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կիլոմետր ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի եւ 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կիլոմետր ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի Լեռնանցքի ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։ Արդյունքում այժմ օգտագործվող ոլորաներով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կիլոմետրով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։ Կրասնոդարի ավագ Էդուարդ Սպերցյանը հեգնանքով է արձագանքել տարվա ջենթլմեն մրցանակի քվեարկության արդյունքների զրոյացմանը, որտեղ կիսապաշտպանը առաջատարներից մեկն էր։ Մրցանակի կազմկոմիտեն բացատրել էր Սպերցյանին հավակնորդների ցուցակից հանելը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի Ախմատի հետ խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալով։ Finita la commedia, ջենթլմեններ։ Դինամոյի հետ խաղից հետո իր լուսանկարի տակ գրել է Սպերցյանը։ Ախմատի պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ էր ստացել 48-րդ րոպեին տեղի ունեցած բախման ժամանակ Սպերցյանի ծնոտին ուսով հարվածելու համար։ Ցուլերի ավագը դեղին քարտ էր ստացել սադրանքի համար։ Խաղից հետո սենեգալցին Կրասնոդարի սանին մեղադրել էր ռասիզմի մեջ։ Միջադեպի արդյունքում Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ կարգապահական կոմիտեն Նդոնգին որակազրկել է 2 խաղով, իսկ Սպերցյանին տուգանել է 150,000 ռուբլով վիրավորանքի համար։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Չինաստանում 16000 անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ անիմացիոն շոու է ցուցադրվել։
Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին ամենակարևորը բաց չթողնելու համար։